օգտակար բան է, ձեզ որ վերցնեք տանեք տուն, պետք կգա։ Բայց ի՞նչ է սա նրա։ Հա։ Բոլորի դեմի էջն է երբ։ Կանությունն էլ կարար ասել, եթե ինչ-որ մեկին պետք գա։ Հա։ Բայց էսի որ միշտ կողքդ ունենաս, կարաս բացես, արագ նայես, էլի։ Այս հաջորդ էջը։ Շատ լավ է։ Այս հաջորդ էջը ցույց տամ։ Այստեղ տեսեք ինչ լավ խորհուրդներ է մարդկանց տրված։ Մենք փորձել ենք մեր թռուցիկները օգտակար սարքել մարդկանց համար։ Այսինքն առաջի էջում մեր հիմնական հերոսն է, երկրորդ էջում կարևոր խորհուրդներ է մարդկանց համար, որովհետև մեր իմանալով թռուցիկներ, որ վերցնում են 5 րոպե հետո շպրտում են մոտակա աղբամանը, եթե կա։ Իսկ այստեղ օրինակ կարևոր խորհուրդ ասում է, ինչպես ազատվել միջատի խայթոցից։ Խայթած տեղին մի փոքր ատամի մածուկ քսեք, մենթոլը կսառեցնի մաշկը եւ արագ կհանգստացնի քորը։ Նմանատիպ 5 խորհուրդ կա, որ այն իրավիճակներում, որ դուք կարաք հայտնվեք ու ձեր ձեռքի տակ չլինի հեռախոս, ձեր ձեռքի տակ կարող լիներ մեր թռուցիկը եւ դա ձեր կյանքին որոշակի օգուտ տալ։ Ասենք կա օրինակ ինչպես ազատվել խռոցից, ինչպես ազատվել կոշիկի տհաճ հոտից, ինչպես ազատվել խոհանոցի տհաճ հոտից, ինչպես ազատվել կայուն մեծամասնությունից։ Այդ սովորաբար բաժանում են իրենց նախընտրական ծրագրերին։ Այո։ Մենք սա բաժանում ենք, նշեցի, որ մարդիկ սովորաբար երբ որ բաժանում են այդ ծրագրերը, հաջորդ ասենք մոտակա աղբամանում է հայտնվում այդ թռուցիկը։ Իսկ այս թռուցիկը մարդկանց օգտակար խորհուրդներ է տալու իրանց կյանքում։ 5-րդ կետը արդեն մեզ է վերաբերվում, այսինքն փորձել ենք թռուցիկի մեջ նաև մի փոքր մեր ծրագրային կետ դնել, դրանով իսկ մարդկանց ուշադրությունը գրավելով մեր թռուցիկների վրա։ Տվյալ դեպքում դրված է, որ հունիսի 7-ին գնացեք ընտրության եւ քվեարկեք բոլորին դեմ եմ։ Մենք քվեաթերթիկում համար 2-ն ենք լինելու ու եթե դուք գաք ու քվեարկեք, մենք կկարողանանք իրականացնել մեր փոփոխությունները։ Այսինքն մի բան կա այստեղ, որ մեր մասին է։ Բոլորին դեմ կարգախոսով, մենք բոլորին դեմ ենք, մերը եւ անունը եւ մեր կարգախոսը եւ ամեն ինչ ինձ թվում է արտահայտվում է հենց անվան մեջ։ Իսկ այս Spider-Man-ը կոշիկով կամ տավուճով սա ինչա՞ որ։ Նայեք, այստեղ գրված է պատժիր բոլորին։ Պատժում ենք էլի, որովհետեւ նաեւ մենք քվեաթերթիկում համար 2-ն ենք ու պատժելու շատ ձևեր կա, ասենք օրինակ կարանք 2 նշանակենք բոլոր քաղաքական ուժերին։ Բայց այդ հողաթափը նկարել, եթե հողաթափը դա Չու բռնության Չէ, սոպազի որ լավ դնես։ Ոչ, չեմ Սոպազի մոտը։ Իսկ կներեք, որ այսպես միտք չկա, ասեք, որ ձեր ընտրողների կողմից այս ամենը անգործ կթվա։ Չեմ կարծում, մենք չենք անլրջացնում այդ գործընթացը, մենք եկել ենք ընտրության ու մենք ստանալու ենք ժողովրդի քվեն, որպեսզի կատարենք մեր փոփոխությունները։ Ես նաև կառաջարկեմ, եթե դեմ չեք, մենք ակցիան արդեն սկսենք, եթե դուք ձեր բաները արել եք, որովհետև Spider-Man-ը Ինչի Spider-Man ոչ Դե նայեք, շատ ուժեր իրանց հետևում խոսում են։ Մենք չգիտենք, որ հետևում կանգնած ուժեր կան, ասենք Ռուսաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից, չգիտեմ, Եվրոպայից, ու մենք որոշեցինք ցույց տանք, թե որ ուժերն են մեր հետևում կանգնած, տվյալ դեպքում սուպերհերոսներն էին, որոնցից ամենաշատ սիրվածն ու տարածվածը դա Spider-Man-ն է։ Նուպագազին, որ բերեինք, դա կարծում եմ ոնց որ մեր տեսանկյունից ուժի ցուցադրություն չէր լինի, իսկ Spider-Man-ը սուպերհերոս է, որը մարդկությանն է փրկում, եւ հետեւաբար դա ավելի ճիշտ կնկարագրի մեր ուժի չափը։ Հենց սկսենք։ Առաջարկում եմ սկսենք Spider-Man-ը։ Spider-Man, գնա։ Spider-Man լավ օշկա կբռներ։ Մեկ։ Այդ մի հատ ենք տարեք էլի այն բաները։ Այն բանը մի քիչ ենք դարեք։ Հարգելի քաղաքացիներ, մեր բոլորին դեմ եմ ուժը ներկայացնող Spider-Man-ը այսօր կսկսի ցեղ շպրտելու ակցիան։ Մենք պաստառի վրա պատկերել ենք բոլոր ուժերին ու պատժիր բոլորին գրությամբ։ Իդեպ կարող է ուշադիր լինել, որ թվով երկրորդը հենց մեր լոգոն է։ Ընտրությունները երբ որ սկսվում են, քաղաքական ուժերը սկսում են իրար վրա աչուձախ ցեղ շպրտել։ Այդ process-ը արդեն իսկ սկսել է ու մենք որոշեցինք քաղաքացիներին տալ հնարավորություն, որ իրենք կարողանան իսկական ցեղ շպրտել քաղաքական ուժերի վրա։ Գործընթացը մեր դեպքում սկսվել է Spider-Man-ից, ով մեր գլխավոր հերոսն է, ով հիմա ցեղ կշպրտի ու մենք կտեսնենք, թե որ ուժին կկպնի այն։ Համեցեք։
Այսինքն ամեն ինչ արդեն ցեխոտվեց։ Ես շփոթել չեք սկսել է։ Այո, վերջում։ Հիմա ովքեր որ ցանկանում են, մենք այստեղ ունենք թե ձեռնոցներ, ունենք թե դույլեր, որի մեջ կա համապատասխան ցեխը, կարող եք վերցնել եւ նետել դեպի քաղաքական ուժերի ուղղությամբ։ Ցանկացողները համեցեք։ Մարդկա արդեն իր ձեռքերով կեղտոտվեց։ Դիպչեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Այո։ Հաջորդը ձեր անունը ինչպես է։ Սուսաննա։ Սուսաննան հիմա կնետի, տեսնենք ինչպիսի հարված կլինի։ Շադրություն Ալյանս կուսակցությանը եւ Հանուն Հանրապետության կուսակցությանը դիպավ այս ցեխը։ Շնորհավորում եմ մեր գործընկերներին։ Կարող եք մի հատ էլ ձեր ուզածին խփեք։ Այո, այո։ Կպավ Հայաստան դաշինքին։ Շնորհավորում եմ ձեզ, որ ձեր ուզածին հասեք։ Հաջորդը ով է մոտենում։ Արաքսը։ Արաքսը իդեպ շատ իստում է իր ուզած տեղն է կպնելու, տեսնենք։ Բայց չջարդ ես։ Հարված։ Կպավ ՔԺԿ Հայաստան դաշինք Հանուն Հանրապետության եւ Ալյանս։ Մյուս խփողին առաջարկում եմ դեպի ձախ հարվածել, որովհետեւ այդ կողմի ուժերը դեռևս իրենց փայտ ցեխը չեն ստացել։ Ես մեր ուժին եմ խփելու, բոլորին դեմ եմ։ Իրանց ազատության վրա։ Այո։ Այս ընտրություն չի, խփելու մրցաշարը։ Նենց կազմակերպենք, որ ոչ մի ուժ անմասն չմնա։ Մենք հավասարություն ենք դրել ու մեզ էլ ենք ներառել, ոչ մեկին չենք ուզում անմասն թողել։ Հարված։ Ես խփելու եմ հենց բոլորին դեմ εμին, խորհրդանշելով, որ մենք մեզ էլ ենք դեմ։ Հա, կպավ, մի քիչ է կպավ միասնության թևերին ու ռեֆորմիստներին։ Հա, ասես մի վարքան կային ինձ։ Հաջորդը ով է ուզում։ Մոտեցեք։ Իդեպ ենքով նայեք մեր ավտոբուսը, որ տարել են ոստիկանություն, սիրելի լրագրողներ։ Մենք դրան փոխարինող նայեք ինչ մեքենա ենք բերել, ամբողջովին բոլորին դեմով։ Մեր ավտոբուսը հիմա գտնվում է Փոսի գայում ու մեզ չեն տրամադրում, որ մենք քարոզ արշավը սկսենք, ու մենք որոշեցինք եւս մեկ կարևոր քայլ անել, բերել մեր պիկապը, որը իր չափով ավտոբուսին չի զիջում, հենա գտնվում է այնտեղ, կարող եք այդ պահը եւս ֆիքսել։ Արսենը Ո՞վ է։ Հարվածը կպավ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ դոկ կուսակցությանը, բայց հա Արսենը չի հանձնվում, նորից է ուզում։ Համեցեք։ Մենք ցեղ բռնում բոլոր կուսակցությունների վրա, քանի որ քարոզարշավը սկսել է, այդում եւ մեր նկարները։ Չի եք ցեք շփոթում։ Որտեվ նայ, Նաեւ խփեց, նայ, քաղաքական նաեւ հարված ստացավ բոլորին դեմ են կուսակցությունը։ Նշեմ, որ դա մեր կուսակցությունն է, քվեաթերթիկում համար 2։ Ուզում ենք ցույց տանք, որ անպատիժ չի մնալու, մենք է ձեր վրա ենք։ Այդ ստեն աղբի տոպրակ կա։ Կարակ իդե Համեցեք, ով կուզի հաջորդը իրականացնել այս գործընթացը։ Արամ։ Նինա, ձեռնոց հակի։ Չէ՞։ Ես սպաս։ Հասցնեմ իրար։ Դու կվերցնես, ես կգցեմ։ Էլի կանանց մի հատ արագ գցեմ գնամ։ Հա, համեցեք։ Ապեր կվերցնես, դու կվարես, ես կգցեմ։ Մեկը թոփ։ Դու Սպայդերմենը թափալի։ Հետո ես կգցեմ, էլի։ Այդի մի հողը։ Ոնց է։ Ամենաշատը մենք էի։ Հա, հələ որ սա մեր վրա ինձ է շփորտում։ Հակացիական պայմանագիր։ Հա, ես եմ հաջորդը։ Հա։ Արմանը։ Ազգային ժողովրդական։ Կային ժողովրդական բերել։ Լուսավոր Հայաստանի։
Ես որոշել եմ այս ձևով գցել։ Սենց բան մեկ էլ ամուսնանալուց եմ արել։ Օ, ալյանսի, բայց մի հատ էլ տենց Ոչ մեկ անմասն բուտի չմնա, էլի։ հա, Կոնգրեսի։ շնորհապետականին լավ չի կպել, ինձ թվում է։ Շնորհապետականին գալի անց։ Ընկերներ, ձեռնոցներ ունենք, ովքեր ուզում են կարան մոտենան։ Չէ, ապա ձեռս հոգնել է։ Չէ, մաքրի երևա որ։ Ապա չի երևում։ Հասկացվեց, Թույն է։ Լավ է, չէ։ Լավ է կային։ Բանի, Միկային խնդրեց Միկայի ավտոն տարա, կայինը տերը։ Հա, թույն է։ Համեցեք, մի քաշվեք։ Նինա, դու կգաս որ ինտերվյու տաս։ Չէ, բարի դու, Spider-Man-ը լավ է։ Ժոր, դու վարի, ժոր։ Ժորին տուր։ Բարի։ Միացած։ Չեմ հասկանում ձեր պասիվության պատճառը, որովհետև բացառիկ հնարավորությունն ձեր ծրված մինչև հունիսի 7-ը արտադրել ձեր վերաբերմունքը բոլոր քաղաքականներին։ Կամաց։ Համեցեք սիրելի քաղաքացիներ, ձեր ձեռնվում է բացառիկ հնարավորություն Ձեռնոց կա։ ձեր վերաբերմունքը գործող բոլոր քաղաքական ուժերին Միք ցել ես դու։ բացառիկ հնարավորություն օգտվելու բոլորին դեմ մի կողմի Կարող եք մոտենալ սեղաններից վերցնել այս պոկլետները, ձեռնոցները, այն ամեն ինչ դրված է։ Միք օրոքից կպա։ Հա? Այս լրագրողներին ոչ ես տալու, չէ։ Միք չես գցում։ Համեցեք։ Ձեր հերթն է։ Գնացեք գցեք։ Գնա, ապա ոչ իմ չի լինում։ Գնում ես վեկալում ես ձեռնոցները գցում ես։ Գնա։ Հա, իհարկե։ Վերցրա։ Հարփի ջան։ Հա, կարա։ Հալո։ Դա դիր բան էլի։ Հա, սոլա։ Ընկերներ, բայց անմասն մի մնացեք։ Եթե լրագրողներից էիք ամաչում, լրագրողները արդեն ուրիշ տեղ են իրանց ուշադրությունը համեցեք։ Հալո։ Այն բան էլի։ Այստից։ Հալո, Հարփի ջան։ Չէ, շփրտով կա։ Կգամ։ Հինգին կգամ։ Էլ լրագրողները այս մասը կարում ով ուզում են համեցեք կուսակցությունների վրա տեղ շպրտելու։ Դու էլ ձեռներդ կեղտոտ ես էլի, առանց կեղտոտել։ Սենց ասեմ, Հայաստանում սա առաջին շանսն է։ Սիրելի քաղաքացիներ, մոտեցեք եւ փորձեք ձեր թիրախային հմտությունները։ Վերականգնեք ձեր մկանային հիշողությունը եւ պատժեք բոլոր քաղաքական ուժերին, ովքեր արդեն ահագի ժամանակա խափում են բոլորը։ Մոտեցեք խփեք ձեր 400%-ով կենսաթոշակները բարձրացնել խոստովող քաղաքական ուժերին։ Կպնուր, հա։ Զգուշ եղեք, մի քիչ եք օղից գտնելու է։ Ապա ռեֆորմիստներին դեսմի թողեք, էլի, ցավ եմ ապրում։ Ուրա որ։ Մարդիկ չեն ճանաչում, ցենց է։ Ուրա ռեֆորմիստներ։ Հա։ Իդեպ ձեզ փորձեմ ներկայացնել յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդի կամ որևէ Հաղթողին բաներ են տալու, հաղթողին բան նվեր տալու։ որևէ կուսակցության անդամի կամ դաշին կազմակերպչի մարտի որոշակի անփոխագիր, այսպես ասած, այստեղ կան մարդիկ, որոնք
Հատուկ հանրություններով դեպի Գնակայինի։ 300 Գնա։ Չէ, չանես էլի, արա, մի արա, արա, մի արա։ Չափահանման համար է։ Հապես նայ անոնց Տասնան դերում եւ կան ավելի այստեղ դեպք խփում են։ քաղաքական իշխանություն պայքարում են կոռուպցիա։ Այստեղ կան քաղաքական ուժեր, որ ակնհայտ գիտեն, որ իրանք դրանով մի քանի տոկոսի հնարավորություն են, բայց արդեն որևէ տարին անց մեջ մասնակցում են համառորեն։ Մեզ բոլորին դեմեմին փորձում են մեղադրել քաղաքական գործընթացները անլրջացնելու մեջ մարդիկ, ովքեր ավտոբուսներով փռփռում են ու իրաց տանում են իրաց ցուցակիցներին ու մեզ ներկայացնում են, որ այսքան մարդ է հավաքվել գրասենյակի բացմանը։ Չխոսում։ Ինչպես դու ավելի լավ ես խոսում, կարծեմ մենք Իշխանը չկպավ։ Իշխան ջան էս։ Առաջի անգամ էր որ չկպավ։ Վերջ։ Բացերիկը ռեջոր իջև ունիս 7 է, շտապեք ցեխով խփել այս պաստարին և դուք կստանաք 20,000, չէ, դա Իդեպ, քանի որ այստեղ է նաև ոստիկանության ներկայացուցիչները, խնդրում ենք, վերադարձեք մեր ավտոբուսը։ Այդ ավտոբուսը կանգնած էր կազմի գծերի վրա, ոչ մեկին չէր կանգարում։ Մինչև որ վանդալները չհարձակվեցին իրաց երկար եղունքներով մեր ավտոբուսի վրա և չմոկեցին մեր պաստարները։ Վերադարձեք մեր ավտոբուսը։ Բոլորին դեմ եմ համարել։ Մի անրջացեք քաղաքական գործընթացը։ Կարկանդակներ կերեք ավտոբուսներում։ Խոստվեք մի բան ու մի արեք երբեք։ Հադրուտ ու Շուշի դեօկուպացիա խոստվեք ու մի պահեք ձեր խոստումը։ Բայց բոլորին դեմին մեղադրեք անրջացնելու մեջ քաղաքական գործընթացները։ Բաղն է ինչ խոսքը։ Մենք ժոր ամփոփում արա էլի մի հատ, բայց արդեն լուրջ, արդեն լուրջ։